Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող հարցեր։ Նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առողջապահական ծառայություն պետք է ստանան նրանք, ովքեր դրա կարիքն ունեն, ոչ թե թղթի վրա գրեն ու փող ստանան։ Ասել է, պետք է խուսափել հնարավոր չարաշահումներից։ Այս ամենամեծ ռիսկն այդ թվում այսօր նախորդող շրջանում, հա մենք էլի դեպքեր գիտենք, որ բացահայտվում են, բայց մենք բացահայտումից երջանիկ չենք։ Մեզ պետքա որ մենք համակարգ ունենանք, որպեսզի դա կանխարգելվի։ Այո, վարչապետ, եւ ըստ էության սա էլ գործելակարգերի թվային լինելու եւ այդ քայլաշարերը պարզ թե բժշկական կենտրոնի համար եւ թե ապահովագրական հիմնադրամի համար պետք է փոխհամաձայնեցված լինի, որ ինչպես ասում եք, մենք անհասկացողությունների հնարավորինս քիչ ծավալ ունենանք։ Մենք առաջին հենց սկզբից ունենալու ենք զանգերի կենտրոն եւ ես ասում եմ զանգերի կենտրոն, բայց դա լինելու է թե հավելվածի միջոցով այսօր բոլորիս հայտնի հարցեր ուղղելու բոտերի մենք բան ենք անելու, ունենալու ենք հնարավորությունը, որ մարդիկ իրենց հարցերը ուղղեն, արագ պատասխան ստանան եւ ունենալու ենք բողոքները քննող որոշակի հիմնադրամում հանձնաժողով, որը արագ կերպով այս հարցերը լուծելու է, որպեսզի չունենանք գնան դատարաններ եւ այլն եւ այլն։